Բարի երեկո տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականն է, շնորհավոր անկախության տարեդարձ։ Եվս մեկ անգամ շնորհավոր Քրիստինե։ Շնորհավոր Արտակ, բարի երեկո եւ կրկին շնորհավոր բոլորիս անկախության տոնը։ Այսօր նշում ենք մեր հայրենիքի ամենանվիրական տոնը։ Դարավոր մաքարումները անկախ Հայաստանը տեսնելու երազով ապրող բազմաթիվ սերունդների հավատը իրականություն դարձրեցին Հայաստանի անկախությունը։ 20 տարի առաջ այս օրը կայացած հանրաքվեով Հայաստանի ժողովուրդը միաձայն որոշեց ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը, վարել իր քաղաքականությունն ու իր տնտեսությունը, հպարտանալ իր մարզիկների հաղթանակով, փայփայել իր ազգային գաղափարներն ու հետամուտ լինել իր իրավունքների պաշտպանությանը։ Վերագտած անկախությունը Հայաստանը դիմավորեց բացառիկ ծանր պայմաններում՝ պատերազմ, շրջափակում, ֆինանսական ու էներգետիկ ճգնաժամ եւ աղետի գոտի։ Սակայն ի պատիվ մեր ժողովրդի նա հաղթեց պատերազմում, հաղթահարեց բոլոր տեսակի ճգնաժամերը, նորից կառուցեց երկրաշարժի ավերած բնակավայրերը, համառ ու հաստատ քայլերով բռնելով զարգացման ուղին։ Եվ այժմ ձեռքբերումներով հպարտանալու ու թույլ տված վրիպումներն ուղղելու ժամանակն է, զարգացման նորանոր հավակնոտ ծրագրեր մշակելու ժամանակը։ Այսօր անկախության 20-րդ տարեդարձի առիթով Հայաստանի Հանրապետությունը ցուցադրել է իր զինանոցը, որը հագեցած է ժամանակի լավագույն զինատեսակներով եւ որ ամենակարևորն է հայկական արտադրության ռազմական տեխնիկայով։ Հայաստանում արտադրվող անօթաչու թռչող սարքերն են դարձել Հանրապետության հրապարակում կայացած զորահանդեսի աստղը։ Դրանք հանրությանն են ներկայացրել առաջին անգամ։ Հրապարակով հերթով անցել են ուժային բոլոր կառույցների ստորաբաժանումները, ցուցադրելով իրենց հմտությունները։ Ռազմական ինքնաթիռները Երևանի երկինքը ներկել են հայկական եռագույնով, իսկ ներքևում զինվորական նվագախումբն ու պատվո պահակախումբը կազմել են Արարատի եւ խորհրդանշական այլ պատկերներ։ Մարտական զենքով բացառիկ ցուցադրությունը արժանացել է հիացական արձագանքների։ Բայց Արտակ, սկսենք սկզբից։ Զորահանդեսի մասնակից Հայաստանի ու Արցախի պաշտպանության բանակի բոլոր զորամիավորումներին, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին, ազատամարտիկներին ու նաև առաջին անգամ զորահանդեսին մասնակցող հոգևորականներին ողջունել է պաշտպանության նախարարը, ապա զեկուցել գերագույն գլխավոր հրամանատարին, որ հայկական զինուժը պատրաստ է զորահանդեսին։ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի մասնակից զորքերը պատրաստ են։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան։ Ազատ։ Ազատ։ Սեպտեմբեր 21-յան ավանդական ուղերձով նախագահ Սերժ Սարգսյանը ժողովրդին է դիմել հենց Հանրապետության հրապարակից զորահանդեսի տրիբունայից։ Սա նոր Հայաստանն է, որին այլևս անհնար է ահաբեկել կամ շանտաժի ենթարկել։ Նրա հետ հնարավոր է բարեկամանալ ու համագործակցել, ասել է նա, նորանոր 20-ամյակներ մաղթելով Հայաստանի Հանրապետությանը։ Պարոնայք, գեներալներ, սպաներ, զինվորներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ 20 տարի առաջ այսօրը անկախության հանրաքվեի բազմաթիվ մասնակիցներ իրենց քվեաթերթիկը քվեատոփի մեջ էին գցում երեխաների, իրենց զավակների ու թորների ձեռքով։ Այդ երեխաները, որ այսօր արդեն հասուն մարդիկ են, պետք է ժառանգեին երկիր ու ապրեին ազատ
ու անկախ Հայաստանում։ Մեր ժողովրդի ընտրությունը խորապես գիտակցված էր։ Մենք նաև հասկանում ենք, որ նախկին Խորհրդային Միության հանրապետություններից ոչ մեկը չուներ մեկնարկային այնպիսի անբարենպաստ պայմաններ, ինչպիսիք մերն էին։ Երկրի մի մեծ հատված աղետի գոտի էր և մենք էլ կանգնած էինք պատերազմի շեմին։ Բայց մենք քվեաթերթիկները տվեցինք մեր երեխաների ձեռքը և ասացինք. այո, մենք պատրաստ ենք ազգովի սխրանք գործելու և գործեցինք, ովքեր 90-ականների սկզբներին չեն եղել Հայաստանում և դիտում են վավերագրական կադրեր, պարզապես չեն հավատում, որ դա եղել է։ Նույնիսկ Երևանի փողոցների կադրերը կարծես թե ուրիշ աշխարհից լինեն։ Էլ չեմ խոսում Հայաստանի սահմանների, հրետակոծվող մեր քաղաքների ու Արցախի մասին։ Հայոց պետականության վերականգնումը տոն էր, մեծ երազանքի իրականացում, բայց առաջին հերթին պատասխանատվություն էր։ Այլևս մենք էինք պատասխանատու մեր անվտանգության, մեր տնտեսության, մեր մշակույթի, մեր ներկայի ու ապագայի համար։ Կեցցե Հայաստանի ժողովուրդը, որ անցավ հրի ու սրի միջով, անցավ գալիք Հայաստանի նկատմամբ անսահման հավատով, միասնական կեցվածքով ու պատվախնդիր ջանքով։ Կեցցե ազատ Արցախը, որ նաև իր զավակների արյամբ գրեց մեր նորագույն պատմության ամենափառավոր էջը։ Կեցցեն հայ կամավորները, որոնցից շատերը ճակատագրական պահին դարձան մեր արժանապատվությունն ու ինքնասիրությունը մարմնավորող կոթողներ։ Կեցցե հայոց հաղթական բանակը, որ խաղաղության ու կայունության անփոխարինելի բաղադրիչ է մեր տարածաշրջանում։ Կեցցեն շինարարները, որ կրկին բարձրացրին երկրաշարժից ավերված մեր գյուղերն ու քաղաքները։ Կեցցե հայոց սփյուռքը, որ եթե առաջ հայրենիքի կողքին էր, ապա այսօր հայրենիքի ուղղակի շարունակությունն է դառնում։ Հայաստանի քաղաքական կշիռն աշխարհում անհամեմատ ավելին է, քան նրա աշխարհագրական չափերը։ Սա առաջին հերթին կազմակերպված ու հայրենանվեր սփյուռքի արժանիքն է։ Կեցցեն աշխարհասփյուռ մեր քույրերն ու եղբայրները։ Այսօր Հայաստանը իր բոլոր խնդիրներով հանդերձ կայացած երկիր է։ Վկա այսօրվա զորահանդեսը։ Իսկ ամենաթանկը, որ ունենք, անկախության սերունդն է։ Սերունդ, որ ազատ երկրի քաղաքացի է և իրեն չի պատկերացնում այլ կարգավիճակում։ Սերունդ, որ շատ բան ունի տալու իր երկրին ու ժողովրդին, բայց նաև ունի մտահոգություններ ու պահանջներ, իսկ դրանք առաջադիմության ամենալուրջ ազդակներն են։ Երկու տասնամյակում մեզ հաջողվեց հսկայական թռիչք արձանագրել, բայց շատ բան դեռ չենք հասցրել անել։ Եվ ձեռքբերումները, և բացթողումները մերն են։ Այս գիտակցությամբ և հասարակական համերաշխությամբ հաջորդ 20 տարիներին
մենք իզորու ենք կառուցելու այնպիսի երկիր, որ մոտ է լինելու մեր իդեալներին։ Ես հավատում եմ դրան, որովհետև ես հավատում եմ մեր հավաքական ուժին։ Այս հրապարակով ռազմական քայլերթով այսօր անցնելու են զինվորներ, ովքեր մեր անկախության տարեկիցներն են։ Սա հազարամյակների լրջագույն պատմություն ունեցող, բայց 20 տարեկան Հայաստանն է, 20 տարեկանի ավյունով, եռանդով, 20 տարեկանի կենսասիրությամբ ու հավատով, 20 տարեկանի լավատեսությամբ ու համարձակ ծրագրերով, բայց ոչ 20 տարեկանի միամտությամբ։ Սա նոր Հայաստանն է, որին այլևս անհնար է խաբել կամ ահաբեկել, անհնարին է պարտադրել կամ շանտաժի ենթարկել։ Նրա հետ հնարավոր է բարեկամանալ ու համագործակցել, հնարավոր է նրա հետ հաջողություններ տոնել և ցավ կիսել, հնարավոր է նրան օրինակ ծառայել և նրանից օրինակ վերցնել։ Սա նոր Հայաստանն է, որ հիշում է շատ բան, բայց հիշաչար չէ, տեսել է շատ բան, բայց այսօր հայացքն ուղղել է ապագային։ Այս զորահանդեսը հայության հավերժական երթի լուսավոր մի դրվագ է։ Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ հոբելյանի առթիվ և մեր պետությանը մաղթում եմ նորանոր 20-ամյակներ ու 100-ամյակներ։ Հայաստանի Հանրապետությունը 20 տարեկան է։ Փառք Հայաստանի Հանրապետությանը, փառք Հայաստանի զինված ուժերին, հուրրա! Փառք Հայաստանի Հանրապետությանը, փառք Հայաստանի զինված ուժերին, այսօր 100 և ավելի անգամ է հնչել զինվորական շքերթի ժամանակ։ Տոնական զորահանդեսի ամենատպավորիչ դրվագները, Արթուր Գրիգորյանի ռեպորտաժում։ Ռազմական շքերթ, անկախության հոբելյանական հանդիսությունների գլխավոր միջոցառում, զինվորական ուսադիր կրող մարդն է երաշխավորում ժողովրդի ազատ ապրելու ընտրությունը։ Վաղուց այն ժամանակները չեն, երբ հայ մարդիկի գլխավոր զենքը նրա ոգին էր։ Թեպետ այսօր էլ այն առաջնային է, բայց արդեն համալրված է զինատեսակներով, որոնց առկայության հարցը ոչ միայն թշնամին, այլև հենց հայ հասարակությունն է քննարկում։ Տեսնես այսինչ զենքից ունենք, թե ոչ թեմայով։ Անկախությունից ի վեր ամենահզոր զորահանդեսը վերջակետ դրեց որոշ հարցերում։ Անօթաչու թռչող ապարատներ, այո, ունենք։ Եվ ոչ թե առասպելական գներով ձեռք ենք բերում արտերկրում, այլ հենց ինքներս ենք արտադրում։ Վերգետնյա հետախուզության դաշտում թշնամու կարճաժամկետ առավելությունը չեզոքացված է։ Զինուժ հաղորդման թողարկումներում կարելի էր հպանցիկ տեսնել ռուսական արտադրության կռուկ զենիթահրթիռային համակարգեր։ Այո, պաշտոնապես ցուցադրվեց, ունենք։ Դրանով ունակ ենք խոցել մինչև 50 կիլոմետր հեռավորությամբ ու 24 կիլոմետր բարձրությամբ նշանակետեր, խոցել միաժամանակ 30-ից ավելի օդային հարձակման միջոց։ S-300-ը մեզ համար առօրյական դարձած համակարգ է, կարիք չկա դրա վրա շատ ծանրանալ։ Նշենք միայն, որ հավանական հակառակորդը այս համակարգի ձեռքբերման համար առասպելական գումար է վճարել, մինչդեռ Հայաստանը, չունենալով նման ռեսուրսներ, ունի պատիկ ավելի S-300-ներ։ Խող չի ասելու համար, շատ ուրախ է, մեկ է գուլա,
Ջանս կա տանկը շատ դուրս եկա, մեկ էլ հրթիռները։ Որպես անաս գրավեց բանա։ Հա, գաղութեմ հավանեցի, սկուզեմ որ մեր հայրենիքին ուժը մեծ թշնամի են ավելի զորավորն են։ Զորահանդեսն էլ մարտական առաջադրանք է, որը կարելի է կատարել փայլուն, կարելի է եւ տապալել։ Որպես կանոն մեզ մոտ ստացվում է գերազանց։ Այս անգամ աննախադեպ։ Այս քանակի ու որակի մարտական տեխնիկա առաջին անգամ մուտք գործեց Երևանի գլխավոր հրապարակ։ Բայց Զինուժի առաքելությունը ոչ այնքան զորահանդեսը, որքան այնտեղ ցուցադրածը գործնականում կյանքի կոչելն է։ Ինչը եւ արվում է։ Դա ամենակարևորն է համարում Հայաստանի պաշտպանության նախարարը։ Մենք զորահանդես ամեն տարի չէ որ անում ենք, առնվազն հոբելյանական տարեթվերին։ Եվ դրանով ներկայանում եւ մեր հասարակությանը, ցույց տալիս եւ մեր հակառակորդներին, եւ նաեւ միջազգային հանրությանը ցույց տալիս, որ մենք այն բանակների շարքում ենք կանգնում, որոնք որ առաջադիմական են եւ կարող են ոչ միայն մեր անվտանգությունը, այլ նաեւ երկրագնդի վրա անվտանգության տարբեր վայրերում տարբեր խնդիրներ կատարել։ Ես անկեղծորեն շնորհավորում եմ եւ մեր ժողովրդին հպարտություն եմ ցանկանում։ Օդում կրկին սու 25 գրոհայինների խումբն է, պատկերելով հայոց հպարտության երագույնը։ Շքերթը գերազանց էր բոլոր առումներով։ Ամեն ինչ հոյակապ կատարվեց եւ ներկայացվեց։ Հետաքրքիր էր տարբեր զորատեսակների մասնակցությունը, մասնավորապես ուշագրավ էր ռազմական օդանավերի ցուցադրությունը։ Իմ կարծիքով սա մեծ օր է բոլոր հայերի համար։ Թեև արդեն 3 տարի Հայաստանում եմ որպես զինվորական կցորդ, բայց զինվորական շքերթին մասնակցում եմ առաջին անգամ։ Այս շքերթը իմ եռամյա առաքելության ամենատապավորիչ պահն էր։ Այն շատ լավ էր կազմակերպված։ Բոլոր ներկաները, զինծառայողները, այդ թվում նաև կին զինվորականները անչափ ոգևորված էին եւ հուզված։ Շնորհավորում եմ հայ ժողովրդին անկախության 20-ամյակի առթիվ։ Մենք սերտորեն գործակցում ենք հայկական բանակի հետ։ Գիտեք, որ հիմա գերմանական զորախմբի հետ միասին 130 հայ զինվորներ են ծառայում հյուսիսային Աֆղանստանում։ Մենք շատ երջանիկ ենք ու հպարտ, որ հայ զինվորականներն այդ դժվարին գործում մեր կողքին են։ Հայ ժողովրդին ցանկանում ենք ամենայն բարիք, անկախ, ազատ կյանք եւ խաղաղություն։ Ես եւս առաջին անգամ էի մասնակցում Հայաստանի ռազմական ուժերի շքերթին։ Բանակի պրոֆեսիոնալիզմը ցուցադրվեց շատ բարձր մակարդակով։ Ուրախ եմ, որ աշխատելու եմ այս հրաշալի երկրում։ Ես ուզում եմ ընդգծել այն, ինչ նշեցին գործընկերը, որ Գերմանիայի եւ Հայաստանի զինված ուժերի միջև բավական ամուր կապեր են ստեղծվել, հատկապես վերջին 3 տարիներին։ Եվ կարծում եմ, որ միասին կարող ենք անել ավելին։ Վերադառնանք հայկական զինուժի ցուցադրությանը։ Երիտասարդական շրջանակներում ու սոցիալական ցանցերում վերջին օրերի քննարկման թեման այն հրթիռային համակարգն էր, որը թիրախները խոցում է 300 կիլոմետր հեռավորությամբ, 3 բացականչական նշան։ Քարտեզի տարրական իմացությունը հասկանալի է դարձնում, թե դա ինչ է նշանակում։ Ինչու ենք մենք տողատակերում ակնարկում, թե ինչ կլինի թշնամու տնտեսության հետ, եթե նա անխոհեմ քայլերի գնա։ Ռուսական հրաշալի հրթիռային համակարգի մասին այսօր հայտարարվեց։ Սկադ օպերատիվ տակտիկական հրթիռները գտնվում են Հայաստանի զինանոցում։ Փոքր երկրի մեծ երազանքները հետզհետե իրականանում են։ Ահագին փոխվել է մեր բանակը, զարգացել է, հզորացել է։ Մեր տղուներ բերել ենք, որ ինքն է գնա բանակ ծառայության։ Հիացա։ Այո։ Սեպտեմբեր 21-ը շնորհավոր լինի։ Շնորհավորում եմ։ Շատ հաճելի էր ու ամբողջ ժամը ես փշակաղվել եմ։ Մենք դեռ չթվարկեցինք շատ բանակների երազանքի զենք համարվող տոչկա ու հրթիռները, որոնց խոցման հեռավորությունը 120 կիլոմետր է։ VM-80 սարսափելի ավերածություն առաջացնող համազարգային կրակի ռեակտիվ համակարգը, որի համեմատությամբ գրադը կարելի է բնորոշել հին ու բարի։ Գրադից էլ իհարկե չենք հրաժարվել։ Հայրենական մասնագետների ձևափոխած ասա ակա զենիթ հրթիռային համակարգերը, հեռահար հրանոթները, կրականետերը, ամենը թվարկելը շատ ժամանակ կխլի։ 2011-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդին եւ ոչ միայն ի ցույց դրվեց այն զորությունը, որը կուտակել է Հայաստանի Հանրապետության զինուժը։ Այն արքայավայել վայելչա գեղությունը դեֆիլե ցուցադրելիս, որն աշխարհում հանդգնում են կատարել 2-3 երկրի բանակներ, այդ թվում ռուսականը։ Եվ վերջապես այս սեպտեմբերի 21-ը իր ամենազորեղ ուղերձը հասցրեց
հարցրեց յուրաքանչյուր հայաստանյան ու արցախյան ընտանիքի. կարող եք քնել հանգիստ, խաղաղությունը ամուր ձեռքերում է։ Արթուր Գրիգորյան, Հերմինե Բաղդասարյան, Տաթևիկ Նալբանդյան, Հակոբ Սարգսյան եւ Տիգրան Բաբայան, առաջին լրատվական։ Երևանի կենտրոնում զորահանդեսին հետևել են Հայաստանի մարզերից ժամանած հազարավոր քաղաքացիներ, սփյուռքահայեր, արտասահմանցի հյուրեր։ Ոգևորություն, հպարտություն եւ հիացմունք, սա էր նրանց տրամադրությունը։ Ռազմական շքերթի հանդիսատեսները մեծից փոքր դիմահարդարվել են կարմիր, կապույտ, նարնջագույնով։ Զորահանդեսը դեռ չավարտված իրադարձության կենտրոնից առաջին սիրողական նկարահանումները հայտնվեցին YouTube-ում, Facebook-ը հեղեղվեց աննախադեպ քանակի մեկնաբանություններով ու շնորհավորանքներով։ Ժողովրդական էմոցիաները եւ Հանրապետության հրապարակից եւ վիրտուալ աշխարհից եթեր է բերել Հերմինե Բաղդասարյանը։ Սաղավարտը, զենքը, ամեն ինչ տեղում են նույնիսկ անկախության շքերթի հանդիսատեսի մոտ։ Նախկին մահապարտներն անգամ զինակից ընկերների հետ անակնկալ հանդիպումից հետո հանգիստ են կանգնած։ Հրապարակում բանակի մարտական զինանոցն է։ Այսպես տեխնիկով մենք կարանք Բաքվել հասնենք։ Ռազմական տեխնիկայից այն, ինչ անկախ Հայաստանը հանել էր ցուցադրության սեփական աչքով, որքան հնարավոր է մոտիկից տեսնելու համար, պարզվեց պետք էր լուսաբացից հերթ պահել մայթերին։ Առաջին գծի բոլոր տեղերն առանց տոմսի, բայց ամրագրված էին։ Առավոտվանից, հա? Ամբողջ բազմաղբյուր գյուղն է իրեն նախանձելու տատիկի ոգևորությանը չափ չկա, ժամուկեսում մոռացավ թորանը բանակ ճանապարհելիս մի ամբողջ գիշեր գլորած արցունքները։ Զորահանդեսին նաև իր աղջկա տղան էր քայլում։ Հրապարակից դուրս եկող պատվո պահակախմբի տղաներին անմիջապես պաշարում էին աղջիկները, երեխաները, անգամ բանակում ծառայած զորացրված երիտասարդները։ Ֆոտոսեսիաների վերջը չէր երևում։ Ցանկացողներին տեղում անկախության գույներով ներկում էին բոլոր անկյուններում։ Մարտունից եմ։ Ինչ է։ Հատուկ եկել եմ սրա համար, մասնակցում եմ, շատ ուրախ եմ։ Մարզերից, ընտանիքներով, սփյուռքից խմբերով հրապարակը ցնծում էր, հատկապես երբ եռագույնը երկինք էր բարձրանում։ Արգենտինայից, Լիբանանից, Ֆրանսիայից, Սիրիայից ժամանած հայերի համար անկախության 20-ամյակից կադր կորցնելն աններելի է։ Պրոգրամ ունենք, պրոգրամին պիտի հետևենք։ Ամբողջ ժամը ես փշակաղբեր եմ։ Ես Լիբանանին եկել մասնավոր, որ 20-ամյակը նշենք, շատ ուրախ եմ, շատ աջելի անցավ։ Որ տուրիստական Հայաստանն ու նրա մեղմ հյուրասեր բնակչությունը կարող է այսպես ցնծալ, գոռալ, աղաղակել, այսքան ոգևորվել, երբ անկախության տոն է նշում, հավասարապես զարմացրել էր ինչպես հարևան իրանցիներին, այնպես էլ հեռավոր ճապոնացիներին։ Very good. Grandiose, très bien. It's very nice. Very good. Դժվար է ասել հանրապետության հրապարակը տանկի, մյուս զրահատեխնիկայի ու զինվորականների հավասար քայլերթից էր ավելի շատ ցնցվում, թե հանդիսատեսի ոգևորությունից։ Մարդիկ անգամ մանկասայլակներով երեխաներին էին շքահանդեսի բերել։ Շնորհավորում եմ բոլորին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ։ Այսօր բացի դրանից մեր ուրիշ մեծ հաղթանակի օրն էլ է, Հայաստանի հավաքականը առաջի անգամ 44-րդ հորիզոնակն ազբաղացնում։ Տեսեք, տեսակ ինչ բանակ ունենք, ինչ երկիր ստացվեց։ Հրապարակում հանդիպած բոլոր ծանոթներին ու անծանոթներին ասում էր Սասունը։ 20 տարի առաջվա անկախության միտինգներին հենց նրա բառերն էին՝ քնած մանուշակներ, զարթնեք։ 18-20 թվականին ինչքան զորավարներ ու բանակ ունեին, չկարողացան անմիա բաներին, չկարողացան 2 տարի պահել։ Իսկ մենք 20 տարի ենք պահում։ Ազատ, անկախ, իմս, մեկա սիրում եմ քեզ իմ Հայաստան, Viva Armenia, շնորհավոր Ջահել ջան։ Սրանք արդեն վիրտուալ շնորհավորանքներ են անկախության զորահանդեսի օգտատերերի Facebook-յան արձագանքը։ Շքերթի առաջին րոպեների հետ տոնական տրամադրությունը գրոհեց նաև ինտերնետը։ Համացանցում թե իրական կյանքում զորահանդեսից ստացած տպավորությունը մեկն է, մեկ բառով։ Անհաղթելի ենք։ Հերմինե Բաղդասարյան, Հակոբ Սարգսյան, Հակոբ Թումանյան, առաջին լրատվական։ Անկախություն ազատությունը լորեցիների համար բացարձակ արժեք է, ազգային գոյացության նախապայման, որի համար նրանք պայքարել են Արտաշիսյան գահակալության, Բագրատունիների, Կյուրիկյան թագավորների ժամանակներում, Ավարայրում, Ղարաքիլիսայի ճակատամարտում, ինչպես նաև նորագույն ժամանակներում։ Թերևս դա է պատճառը, որ արդեն մի քանի օր է մարզի գրեթե բոլոր գյուղական ու քաղաքային բնակավայրերում լայնորեն նշվում է Պանծալի տոնը, համերգներով, հանդեսներով ու ցերեկույթներով։ Վաղը տոնական արարողություններն Ալավերդում կհասնեն իրենց գագաթնակետին։ Պարգևատրումներ, գրքի շնորհանդես, հանդիսավոր նիստ։ Տեղի կատարողների եւ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ տոնական բացօթյա համերգ եւ հրավառություն։ Տոնական միջոցառումներ տեղի են ունեցել նաեւ Սպիտակում, Տաշիրում, Աղթալայում։ Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիսավոր պայմաններում պետական պարգևներ հանձնեց այն լորեցիներին, որոնք երկրի նախագահի հրամանագրով այդ բարձր պարգևին են արժանացել անկախության 20-ամյակի արդիվ։ Հրաչյա Պապինյան, առաջին լրատվական։
Հայրապետական օրհնություն Հայաստանին և հայ ժողովրդին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը և Մեծի տան Ընկիլիկիո կաթողիկոս Արամ I-ը աղոթել են Հայաստանի բարօրության համար։ Տոնական Սուրբ Պատարագին ներկա են եղել հայկական երկու պետությունների առաջին դեմքերը։ Տոնական օրվա աղոթքները Տաթևիկ Նալբանդյանի ռեպորտաժում։ Հանրապետական մաղթանք մեր պետության ամրության, խաղաղության ու բարօրության համար։ Անկախության տարեդարձի զորահանդեսից հետո Հայաստանի և Արցախի նախագահները, պետական ավագանին, դիվանագիտական ու ռազմական առաքելությունների ներկայացուցիչները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեցին հայոց երկու կաթողիկոսների հովվապետական մաղթանքին։ Այս տիսակարգը, որ գալիս է դեռ 18-րդ դարից, ստեղծվել էր որպես ազատագրությանը ձնված օրհներգ, իսկ առաջին հանրապետության տարիներին արդեն հանրապետական մաղթանքը կատարվում է պետության, բանակի և աշխարհիկ իշխանությունների համար։ Աղոթենք սիրելիներ, խոնարհում բերելով հայրենիքի համար զոհված հերոսների անմահ հիշատակի առջև եւ հայցենք, որ Աստված իր սուրբ աջի հովանու ներքո խաղաղ պահպանի մեր հայրենիքը եւ անսասան հայրենի մեր պետականությունը։ Քաջարի ոգին եւ հաղթ բազուկը հայոց բանակի օրհնի մեր ժողովրդին, հոգևոր դասին եւ հայրենի իշխանավորներին եւ առաջնորդի դեպի ոռոգյալ բարեբերափեր։ Մենք պիտի փոլորվենք Հայաստանի շուրջ, Հայաստանը նկատելով մեր կյանքին ամեն բանը վերը, մեր սրբություն սրբոցը, Հայաստանի հզորացումը, Հայաստանի անկախության ամրապնդումը յուրաքանչյուր հայում եւ ամբողջ հայության կյանքին նշանաբանը, կյանքին ճանապարհը պետք է դառնա։ Անկախության զորահանդեսի առաջին շարքերում առաջին անգամ այսօր անցավ նաև հոգևորականների գումարտակը իր սեփական դրոշով, խաչով եւ ավետարանով։ Նրանք այն 71 հոգևորականներն են, որոնք իրենց ծառայությունը իրականացնում են հայոց զինված ուժերի տարբեր զորամասերում։ Զորահանդեսին նրանց մասնակցությունը առաջին անգամ է, բայց հայ հոգևորականը միշտ հայ զորականի կողքին է եղել հայրենիքի համար մղած բոլոր մարտերում։ Արտանած պատերազմի ժամանակ էլ երբ պատմիչները ներկայացնում են պայքարը, հոգևորը եւ ֆիզիկականը մարմնավորը իրարից շատ դժվար է տարբերակել։ Ընդհուպ միջև այն հատվածը, երբ Եղիշեն արդեն նկարագրելով բանակում պատարակը, խորանի վրա մատուցվող պատարակը, ասում է, որ ամենքը միաբերան աղոթում էին, ամենքը միասին հաղորդվում էին Սուրբ Մարմնին եւ Արյանը, իբրև մեկ մարդ, իբրև մեկ զոհ Աստծո խորանի առաջ։ Հայրենիքը, հավատը եւ նրա համար կռվող զորականը որպես մեկ միասնություն են ընկալել ոչ միայն 5-րդ դարում, երբ Երվանդ Քոչարը ստեղծում էր Վարդան Մամիկոնյանի արձանը, իր գաղափարական հեծյալին կերտեց խաչակերպ։ Իմ Վարդանը ձիու վրա նստած թուրը բարձրացրած արշավում է, բայց չի պաշտպանվում, նրան պետք չէ վահան, այս կռիվը զենքի զորության կռիվ չէ, այլ գաղափարի, հետո պիտի գրեր մեծ քանդակագործ եմ։ Եվ Վարդանը գնում է մարտիրոսության ընկճելու ու ճնշելու կոտրելու թշնամիների այն կարծիքը, որ զենքի զորությամբ կամ միջոցով է հնարավոր ջնջել ժողովրդի ազատատենչության ոգին։ Եվ հետաքրքիր է, որ կետից, որ անկյունից էլ որ նայելու լինենք, դիտելու լինենք այս արձանը, կարելի է նկատել, որ Քոչարը այն կերտել է խաչակերպ։ Նոր ժամանակներում եւս հայ հոգևորականը բանակի հետ միասին հայրենիաց համար պայքարի բազում օրինակներ է տվել։ Շահե Աբեղան հիշեցնում է, որ Սարդարապատի ճակատամարտի ժամանակ, երբ ըստականատեսների Էջմիածնի տաճարի գմբեթի վրա անգամ թնդանոթ էր տեղադրված, հայ հոգևորականները Գարեգին Հովսեփյան, Խորեն Մուրադբեկյան եւ ուրիշ շատեր միշտ զինվորների կողքին էին թիկունքում թե ռազմաճակատում, իսկ Գևորգ 5-րդ կաթողիկոսը մերժեց իր անվտանգության համար Էջմիածինը լքելու զինվորականների առաջարկը, փոխարենը պահանջելով Էջմիածին վերադառնալ միայն հաղթական լուրով, իսկ իբրև հաղթանակի նշան հայոց սովորության համաձայն զորքի առջևից տանում են խաչը։ Հիմա Մայր տաճարի թանգարանում գտնվող այս փոքրիկ խաչը իր պարանոցին միշտ կրում էր Աշոտ Երկաթը։ Մեծ խաչի կենտրոնում նայեք փոքրիկ խաչը կա, մասունքով կենտրոնում, եւ հենց այս մասունքն էր խաչապետի, որ Աշոտ Երկաթը ստավանդության կրում էր իր հետ։ Հետագա տարբեր ավանդություններ նշում են նաեւ, որ այս մեծ խաչը Աշոտ Երկաթը հետագայում պատրաստել տվեց եւ իբրև իր հաղթանակների առավոտյա գրավական միշտ
զորքի հետ պտտեցնում էր։ Աշոտ Երկաթը համոզված էր, որ խաչի այս նվիրական մասունքի շնորհիվ էր, որ կարողացավ արաբներից մաքրել երկիրը եւ հաղթանակ տանել։ Հաղթական խաչը առջևից տանելու հին ավանդույթը այսօր գտավ իր նոր վերածնունդը անկախության զորահանդեսում։ Տաթևիկ Նալբանդյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։ Ծաղկամանը դդումից, ծաղկները բողկից, բազուկից ու գազարից են պատրաստված։ Կոտայքի մարզի բնակիչներն իրենց մարզի բերքն ու բարիքը յուրահատուկ ձևով են ներկայացնում։ Անկախության 20-ամյակի օրը այստեղ նաև բերքի տոնն են նշում։ Մրգից ու բանջարեղենից բացի ներկայացվել էին նաև դրանցով պատրաստված ավանդական ճաշատեսակներ, երգն ու պարն էլ անպակաս էին։ Չնայած երեխաներին հատկապես մրգերն էին հետաքրքրում, այնուամենայնիվ նրանք չեն մոռացել, որ մեր համազգային երազանքի իրականացման տոնն է այսօր առաջին հերթին։ Բանակիչները, որ մենք հիմա հանգիստ նստած ենք մեր տների մեջ։ Շնորհավոր տոնդ, Հայաստան։ Անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանն այսօր Հանրապետության նախագահի անունից պետական պարգևներ շնորհեց Կոտայքի մարզի տարբեր ոլորտների վաստակաշատ մասնագետներին։ Վարչապետի կողմից շնորհվեցին շնորհակալագրեր, մի շարք պատվոգրեր ու հուշանվերներ։ Գագիկ Ծառուկյանն էլ ստացավ մարզպետի հուշամեդալ։ Կոտայքի մարզից Ռուզաննա Վարդերեսյան, Հակոբ Թումանյան, Առաջին լրատվական։ Այսօր Հանրապետությունը հիշում է բոլոր նրանց, ովքեր զենքով պաշտպանեցին անկախությունը եւ հավերժացան Եռաբլուրում։ Հայոց հերոսների պանթեոնում խնկարկել են անկախության մարտիկների հիշատակը։ Նրանց հարգանքի տուրք մատուցելու համար առավոտյան Եռաբլուր է բարձրացել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ։ Եռաբլուրից Լիաննա Կարապետյանի ռեպորտաժը։ Հայաստանի 20-ամյա անկախության ակունքներում հայոց ուխտի զինվորներն են։ Ուխտ, որ նրանց էր հասել ազգային գենետիկ հիշողությամբ։ Նրանք հերոսացան հանուն պետականություն ունեցող սերունդների, հանուն ազգային արժանապատվության եւ նախնիների անիրականանալի երազանքին ապրելու իրավունք տալու համար։ Հայաստանի անկախությունը նվեր չէր, այն ձեռք բերվեց ամենաթանկով։ Եռաբլուր պանթեոնում հանգչում են մահ իմացյալի զինվորները, որոնց կյանքը անկախ ու խաղաղ հայրենիքի զոհասեղանին է։ Այս խոնար հերոսներից յուրաքանչյուրն իր արյամբ է ամրացրել հարյուրամյակներով կորսված եւ մեր օրերում վերագտած պետականության հիմքերը։ Եռաբլուր պանթեոն անկախության նվիրյալներին հարգանքի տուրք են մատուցում եւ նրանց անմար հիշատակին խոնարհվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների նախագահները, հոգեվոր առաջնորդները, երկրի քաղաքական դեմքերը, զինվորականներ, հարյուրավոր մարդիկ, որոնք ընկածների զինակիցներն են, հարազատները, որդեկորույս մայրերը, որոնք ամենաթանկը նվիրաբերեցին հայրենիքի անկախությանն ու խաղաղությանը։ Մայրական ոչ մի թախանձանք իզորու չէր հետ պահել նրանց պատերազմից։ Որդեկորույս մայրերի սրտերն անսփոփ են։ Նրանց հոգիների միակ մխիթարանքը 20-ամյա անկախ Հայաստանն է, որի հետ շարունակում են ապրել իրենց որդիները։ Իմ տղան Աղվանստանում էլ ծառայել է։ Աչքերը կլորացրած ինձ ասեց. «Մամա, մուսուլմանի համար կռվել եմ, ազգիս համար չպետք է կռվեմ»։ Որ ասում են Սաքո ջան, մի գնա։ Ինչի ես գնում, տղա ջան։ Դու մենակ ես, մին ու ճար ես։ Ասում եմ, ես որ չգնամ, նա չգնա, բա ով գնա։ Հա լավ, ասում եմ, ինչեւ երբ պետքա դու գնաս, ինչեւ հայրենիքի սահմանները չխաղաղվեն։ Ես գիտեմ ինքը կենթանի է, իր շորերը դեռ քարտիրով կախած մնում են։ Ամեն ինչը իր հասավ։ Նույնն ամենակ ինքը չկա։ Ամեն ինչը կա, ամեն ինչը մնում է, բայց ինքը չկա։ Որ առավոտյան գալիս եմ, ասում եմ բարի լույս ձեզ երեխեք ջան, որտեղ բոլորն էլ մի գործի համար են գնացել։ Պատերազմի բովով անցածները մահվան հայացքը տեսածներն ամենից լավ գիտեն խաղաղության գինը։ Պավլիկ Մանուկյանն ու նրա նմանները նժարին չեն դնում եւ չեն կշռում, թե ինչ են արել հայրենիքի ու պատմության, մեզնից յուրաքանչյուրի, դեռ չծնված զավակների համար։ Մարդու այս տեսակը կենթանի լեգենդ է։ Մեկը նրանցից, որոնց համար հայրենիքն ու անկախությունը բացարձակ արժեքներ են։ Պատերազմ գնացողներն իսկական խաղաղության թույն սիրահարներն են։ Եվ այդ սիրահարներն են, որ բոլոր տեսակի սերերի մեջ գերադասնում, երբ ոտքերի տակ հայրենիքն է մեծանում։ Չկա ավելի մեծ զգացում, ավելի վեհ զգացում, երբ ոտքերի տակ
բանտարկված հայրենիքը առաջի 7 սանտիմները դու ես արտադրում։ Շատ սուտ զգացում եմ։ Բոլոր զգացումները խոնարհում են դրա առաջ։ Հազարավոր հայորդիներ պարտադրված անհավասար պատերազմում մարտնչում էին գիտակցումով, որ հայրենիքն իրենց ընտանիքն է։ Վտանգի մեջ է հայրենիքը, վտանգված է նաև ընտանիքը։ Աշոտ Գրիգորյանը ընտանիք դարձած գումարտակի հրամանատար էր։ Այսօր Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պատասխանատուն հուզումով է հիշում գումարտակի յուրաքանչյուր զինվորին, որոնք մարտնչում էին գիտակցումով, որ իրենցից է կախված նորանկախ երկրի ու սեփական ընտանիքի ապագան, որ մարտի դաշտում իրենք են նվաճում ապրելու իրավունքը։ Առանց այդ գիտակցման հաղթանակ չի լինի։ Յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր դեմը կանգնած է հակառակորդը, պայքարում է հանուն իր հայրենիքի, ազգի, իր ընտանիքի, իր ընկերների հարազատության համար, հայրենիքի համար։ Եվ այդ գիտակցությունն էլ մղում է նրան, որ մարդիկ համախմբված պայքարում են մի նպատակի համար, անկախության այս օրերի համար, անկախ պետություն ունենալու համար։ Աշոտ Գրիգորյանն այսօր էլ հիշում է Էջմիածնեցի Աբելին, որը վիրավոր էր, բայց այդպես էլ չհամոզվեց թիկունք տեղափոխվել։ Տվյալ պահին չես մտածում քո կյանքի համար, տվյալ պահին մտածում ես քո հայրենիքի համար, քո ընտանիքի համար։ Եվ քո մարտական խնդիրը, որպեսզի ճիշտ ժամանակին կատարես, հակառակորդը մի մետր առաջ չգնա։ Անկախությունը երազանք էր, որի կյանքը պահանջում է յուրաքանչյուրիս ներդրումը։ Աշոտ Գրիգորյանն այսօր ի պաշտոնե զբաղվում է զինվորների կոմունալ կենցաղային պայմանների բարելավմամբ։ Յուրաքանչյուր քայլ անելով պիտի դու կարողանաս գիտակցելով եւ այդ քայլը անելով ամրապնդես քո հայրենիքը, քո անկախությունը, քո ձեռք դրած անկախությունը։ Հայրենի պետականության նվիրյալները խոնավ աչքերով են խոսում անկախության մասին, որ ազգային շահի գագաթնակետն է։ Պավլիկ Մանուկյանն իր պայքարը վերջացած չի համարում մինչև վերջնական խաղաղություն։ Կյանքի այս օրինակ նվիրումը Հայաստանն ու Արցախը միավորող կամուրջ է։ Պավլիկի բնորոշմամբ՝ սիրո մերան։ Շատ թանկ բան է հայրենիքը։ Այն մարդը, ով ծնվելուց եթե մեջը անկախության եւ ազատության տենչ չկա, լավ կլինի որ չծնվի։ Արդեն ծնվում է որպես բնածին ստրուկ։ Ես շատ կուզենայի որ մեր երեխաները մեր առյուծածիկ նոր կորյունները սնվեին կորյունի կաթով։ Հայաստանի 20-ամյա անկախ պետության հիմքերն ամուր են նվիրյալների կյանքի նահատակությամբ, որոնք կռեցին դարավոր երազանքի, անկախության անշրջելի հաղթանակը։ Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը հավերժական կտակ ունի, որ գրվել է մահը հաղթության գնով ընդունածների արյամբ։ Այն հաղթական պատմություն է, որ ապրելու իրավունք ունի եւ պահանջում է յուրաքանչյուրիս պատվախնդրությունը։ Լիանա Կարապետյան, Արման Ղարեբյան, Կարեն Գրիգորյան, Արմեն Անդրեասյան, Առաջին լրատվական։ Հայկական պետականության զարթոնքի 20-րդ տարեդարձի համաժողովրդական ալիքը տարածվել է նաև Հայաստանի բոլոր մարզերում։ Արարատի գյուղերն ու քաղաքներն արդեն մեկ շաբաթ է տոնական բարձր տրամադրությամբ են ու տոնական հանդերձանքով։ Օրվա խորհրդին միացել են նաև Արտաշատի դպրոցականները։ Հայաստանը նաև նրանք են։ Հայաստանը մենք ենք։ Արարատի տոնական հանդիսությունների կիզակետն Արտաշատի թատերական հրապարակն է։ Անկախության հոբելյանական ակնթարթներն ազդարարում են նորաբացի դպրոցի փողային նվագախմբի տղաներն ու դիմավորում բարձրաստիճան հյուրերին։ Սեպտեմբերի 21-ը իսկապես համաժողովրդական տոն է, որ խորհրդանշում է հայ ժողովրդի ազատ ապրելու դարավոր ձգտումը, մեր հավատի ամրությունն ու միասնական կամքը։ Ազգային ժողովի նախագահի խոսքով հենց այդ կամքի արտահայտությունն էր 2 տասնամյակ առաջ հայկական անկախ պետության վերածնունդը։ Անկախ բոլոր դժվարություններից մեր երկիրն այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ վստահորեն շարունակում է իր ընթացքը աշխարհին ցույց տալով, որ ցանկացած դժվարություն կամ ճշնամանք անկարող է կոտրել սեփական հայրենիքը կառուցող հայաստանցու եւ հայի կամքը։ Անկախության տարիներին Արարատն ունեցել է հաջողություններ մշակույթի, կրթության, մարզական ու նաև գյուղատնտեսության ոլորտներում։ Առաջընթացն ապահովելու գործում ներդրումների համար մարզի մի խումբ մարդիկ արժանացել են հանրապետության նախագահի ու վարչապետի բարձր պարգևների, որոնք նրանց հանձնեց խորհրդարանի նախագահը։ Մայա Խաչատրյան, Հարություն Վարդանյան, Առաջին լրատվական։ 20-ամյա նորանկախ Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է 2793-րդ տարեդարձը։ Երևանն այսօր արթնացավ սովորականից շուտ, ճիշտ այնպես, ինչպես տոնական լուրջ իրադարձության նախապատրաստվող ընտանիքում է։ Ամեն ինչ խառն է, բոլորը զբաղված են, թեև յուրաքանչյուրը հստակ գիտի իր անելիքն ու ամեն բան պատրաստ է լինում ճիշտ ժամանակին։ Տոնական Երևանի սեպտեմբեր 21-յան քրոնիկը Սուսան Բադալյանի ռեպորտաժում։ Վաղ առավոտյան քաղաքը նախ լվացվում է։
Հովանես Նիկողոսյանը 34 տարի առաջ նավից իջավ ու նստեց ջրցան մեքենա, ամեն առավոտ 7-ից 8 փողոց միայն ինքն է լվանում։ Ջերը մեզ քաղաքն ամարտուրես պահում։ Անկախության ու Երևանի ծննդյան տոնի առավոտյան 7 տոննայանոց բաքը դատարկեց 15 րոպեում։ Փողոցները լվացված էին, բայց քաղաքը քնած էր, դեռ երևանցիներին արթնացնելու էին շտապում փողայինները։ Հետո արտակարգ իրավիճակների նախարարության փողայինները շարժվեցին Մաշտոցի պողոտայով։ Քիչ անց գործի անցան Երևանի 13-րդ հատուկ դպրոցի սաները, դարձյալ փողային գործիքներով։ Հարակից շենքերի բնակիչները պատշգամբներում էին կիսամերկ ու կիսարթուն, բայց հիմնականում ֆոտոխցիկներով զինված։ Ուզվեցի։ Երևանի ծննդյան միջոցառումներն ամենուրեք էին, ուր արտական Արգիշտի արքան միայն մեկ տեղում լուսանկարվել ցանկացողների մեծ հերթ էր գոյացել, բարեբախտաբար նրա անվտանգությամբ զբաղվողներ կային։ Քանի հոգի են լուսանկարվել, կհիշեք։ 5 րոպե կանգնեք եւ կիմանաք մոտավորապես րոպեում քանի հոգի լուսանկարվում։ Սարյանի արձանի մոտ մեծ կտավների վրա երևանյան թեմաներով գործեր են սկսել Թերլեմեզյանի սաները։ Տարոնը Սարյանի արձանն ու Պուրակն է պատկերելու, Մերին ու Փայլակը նկարում են այնինչ Տարոնն է անում։ Ստացվում է Երևանը հենց հիմա։ Երևանյան թեմա է, սանից լավ երևանյան թեմա։ Իսկ հյուսիսային պողոտայում տոնական գեղանկարչությանը նաև անցորդներն էին միանում։ Ինչ ուզի կնկարի։ Ամենամեծ հետաքրքրությունը հյուսիսային պողոտայի այն տաղավարում է, որտեղ մարդիկ զուգում էին իրենց մարմինը ամենատարբեր նշաններով, միայն թե եռագույն։ Ծաղիկ, սրտիկ, աստղ, դրոշի տարբեր ձևեր, ալիքներ, չգիտեմ։ Ինչ նշան են դրա, ես չգիտեմ իսկի։ Լուսանկարիչ Մուշեղ Գասպարյանը բավականին ուշ տեղեկացավ, որ իր եռագույնը սրտիկներով է, խրոխտ գծեր կցանկանար, ստացվեց քնքուշ։ Դրոշների ցանկություն մեծ կա։ Եռագույնով տիկնիկներ ենք պատրաստել։ Ժողովրդական վարպետ Նարինե Մկրտչյանը եռագույն տիկնիկներ է ցուցադրում, եթե կուզեն նաև կվաճառի, իսկ Թումանյանի հեքիաթների հերոսները միայն ցուցադրության համար են։ Երևանի հիմնադրման 2793-ամյակի առիթով քաղաքի կենտրոնում վարպետների քաղաք էին ձևավորել։ Այստեղ գորգ էին գործում, լույս արձակող բրդյա տնակներ ցուցադրում, դիմում զանազան աճպարարությունների։ Մի քանի վայրկյանով Ջավախքի հարսանեկան զգեստն էլ կարելի էր փորձել։ Տարազներ են, որոնք որ ուսանողների կողմից են հենց պատրաստված։ 2793 տարում հագուստը թեթևացել է։ Այս հատվածում էլ նորաձևության սիրահարներն են։ Երևանի ծննդյան տոնական ժամերը եզրափակվելու են հրավառությամբ բոլոր վարչական շրջաններում, իսկ վաղը սովորական օր է։ Քաղաքը կարթնանա, կլվացվի։ Սուսան Բադալյան, Հակոբ Սարգսյան, Կարեն Գրիգորյան, Առաջին լրատվական։ Երևանում բացված հայ ոսկերիչների համաշխարհային միության ցուցահանդեսը նույնպես նվիրված է անկախության 20-ամյակին։ Աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թայլանդից ու Լիբանանից մոտ 6 տասնյակ հայազգի ոսկերիչներ 2 օր Երևանյան ցուցահանդեսում կներկայացնեն իրենց լավագույն աշխատանքները։ Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու տիկին Ռիտա Սարգսյանը։ Հայ ոսկերիչների աշխատանքներում սիրտ ու հոգի է դրված, դրանք միայն ձեռքի գործեր չեն։ Այսպես են մեկնաբանում հայ ոսկերչության հաջողության գաղտնիքը աշխարհի տարբեր հեղինակավոր ցուցահանդեսներում մշտապես ներկայացված ու իրենց ուրույն տեղն ունեցող ոսկերչական բրենդների պատասխանատուները։ Համայագի սապոկը, ագակի պոպոկը, համայագ ջան, համայագ ջան, համայագ ջան։ Երգն աշտարակում հաճախ են երգում, հատկապես տարվա այն ժամանակ, երբ հասունանում են կույզն մյուս բարիքները։ Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձի միջոցառումները Արագածոտնի մարզում սկսվել էին դեռ օրեր առաջ։ Օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ են իրականացվել կրթական ու մշակութային օջախներում։ Բարձր մակարդակով շնորհվող պարգևները հասան նաև Արագածոտնի մարզ։ Երկրի նախագահի, վարչապետի ու գլխավոր դատախազի անունից պարգևներ ստացան մարզի վաստակաշատ մանկավարժները, բժիշկները, իրավական ոլորտի պատասխանատուները, լավագույն ղեկավար գյուղապետերն ու գյուղատնտեսները։ Հենց այսօրը սեպտեմբերի 21-ին Արագածոտնի մարզի բնակիչները իմի են բերում տարվա ձեռքբերումները, ճոխ սեղաններով ներկայացնելով գյուղատնտեսական տարվա չարչարանքի արդյունքը։ Պետական օրհներքը լսել ձեռքը սրտին դրած ֆուտբոլային թիմին երկրպագելու գնալիս փոքրիկ դրոշ ներկել այտին, հուշանվերներ պատրաստել զինանշանով։ Հանրապետության
ամեն մի հանդիսության մենք տեսնում ենք, թե որքան են շատանում մարդիկ, ովքեր իրենց տոնական օրը գեղեցկացնում են Հայաստանի պետական խորհրդանիշներով։ Նույնիսկ հայկական մի կազմակերպություն կա, որը նպատակ է հռչակել մեր պետականության սիմվոլների հանդեպ սեր ու հարգանք տարածելը։ Հայկական եռագույնի, օրհներքի ու զինանշանի պատմության գաղտնիքներն է բացահայտում Դավիթ Սարգսյանը։ Մեր սերունդն այն սերունդն է, որը դեռ 3 ազատ Հայաստան էր երազում։ Ազատ Հայաստան են երազում բոլորը՝ տաճկահայերը, ռուսահայերը, պարսկահայերը, բոլոր հեռավոր գաղութները։ Ու հանկարծ մեր դարավոր երազը իրականություն դարձավ։ Հայաստանը ազատ եւ անկախ երկիր է, աշխարհի երկրների կողմից ճանաչված։ Մեր երագույն դրոշակն էլ փոխփողում է մյուս երկրների դրոշակների կողքին։ Ամենայն հայոց բանաստեղծի 1918 թվականին ասված այս խոսքերը առավել քան ներդաշնակում են Հայաստանի երրորդ հանրապետությանը։ Յուրաքանչյուր երկրի համար պետական խորհրդանիշները, դրոշը, զինանշանը եւ օրհներքը բացարձակ արժեքներ են եւ վկայում են պետության անկախության ու ինքնիշխանության մասին։ Հայոց օրհներքի, զինանշանի ու դրոշի խորհուրդը առաջին հանրապետության անկումից հետո տասնամյակներ շարունակ ծածուկ գոյատևեց, խրձվելով ու վերամարմնացում ստանալով միայն ազգային վերազարթոնքի, Արցախյան ազատամարտի եւ պետականության կայացման բովում։ Առհասարակ դրոշը բացառիկ նշանակություն ունի ցանկացած ազգի համար, որպես ինքնիշխանության ամենագլխավոր գրավական։ Դրոշը միշտ ծառայել է նաեւ զինուժի իբրև արտահայտություն։ Հիշենք, որ այդ դրոշի տակ էր համախմբվում հայոց նախարարական տների զորքը հայոց արքայի ղեկավարությամբ եւ մեկնում ռազմաճակատ, ռազմական գործողություններ։ 1918 թվականին ստեղծված Հայաստանի առաջին հանրապետության դրոշը եռագույն էր՝ կարմիր, կապույտ, նարնջի։ Սիմոն Վրացյանն իր Հայաստանի հանրապետություն գրքում նշում է. «Եռագույնը կարծես բխում էր մեր կյանքից, խորհրդանշում հայոց պետականության ծագումն ու ապագան։ Կարմիրը հայ ժողովրդի թափածարիումն է, կապույտը Հայաստանի կապույտ երկինքը, նարնջի կամ ոսկու գույնը խտացումը աշխատանքի։ 1990 թվականի օգոստոսի 24-ին անկախության հռչակագրի ընդունումից ընդամենը 1 օր անց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը եռագույնն ընդունեց որպես պետական դրոշ։ Այն փաստացի նույն 1919 թվականի դրոշն էր։ Այս տոնական օրերին քաղաքն առավել քան հագեցած է եռագույնի երանգներով։ Պարզվում է նույնիսկ մեր պետական դրոշի հանրահռչակմամբ զբաղվող կազմակերպություն կա՝ «Մենք ազգային արժեքների պահպանման հիմնադրամը»։ Յուրաքանչյուր երիտասարդի համար ընդհանրապես իր պետական խորհրդանշանները իդեմս դրոշի, զինանշանի, օրհներքի պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա, այսինքն մենք պետք է հպարտանանք, սիրենք եւ համապատասխան վերաբերմունք ունենանք։ Զինանշանի մասին օրենքը Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց 1 տարի անց, 1992 թվականի ապրիլի 19-ին։ Այս դեպքում դարձյալ վերականգնվեց Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Զինանշանը իհարկե զինուժի միասնության արտահայտությունն է։ Դրոշի ու զինանշանի պես օրհներքի հարցում եւս նորանկախ Հայաստանը հայացքն ուղղեց առաջին հանրապետությանը։ Օրհներ հռչակվեց Միքայել Նալբանդյանի իտալացի աղջկա երգը բանաստեղծության փոքրինչ փոփոխված խոսքերով եւ Բարսեղ Կանաչյանի երաժշտությամբ ծնված մեր հայրենիքը։ Պետական օրհներքը պարտադիր հնչում է պաշտոնական հանդիսությունների ժամանակ պետական դրոշը բարձրացնելիս, նորընտիր նախագահի երդման արարողության, ազգային ժողովի նստաշրջանների, հանրապետությունում անցկացվող զորահանդեսների, միջազգային եւ հանրապետական մարզական մրցումների պաշտոնական բացման ու փակման, միջազգային մրցաշարերում մրցանակային տեղեր գրաված մարզիկներին պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունների ժամանակ։ Պետական օրհներքը լսում են հոտնկայս, տղամարդիկ հանում են գլխարկները։ Մենք, որ գոյատևել ենք հազարամյակների վեր, այսօր պարտավոր ենք հարգել մեր խորհրդանիշները, փարվել դրանց եւ իմանալ, որ ապագայում նաեւ մեր միասնությունն է այդ խորհրդանիշների գնահատանքի եւ դրա pedagogan կառույցների նաեւ գնահատանքի մեջ է։ Իսկ 12-ամյա Նարեկը, որ թերևս իր պատկերացումներն ունի Եռագույնի խորհրդի մասին, չի թաքցնում իր հույզերն ու պատանեկան ավյունով բացականչում է։ Ես շնորհավորում եմ իմ հայրենակիցներին անկախության տոնի առթիվ եւ ուզում եմ ասել, որ ես հպարտանում եմ իմ եռագույնով։ Դավիթ Սարգսյան, Էդգար Դավթյան, առաջին լրատվական։ Անառիկ են Հայաստանի հարավային սահմանները, անկոտրում Սյունյաց ոչինչ 20-ամյա երկրի անկախությունը տոնողությունեցին, վստահ է, դժվարությունները ետևում են մնացել տարեցտարի, կրկնապատկվելու են ձեռքբերումները։ Հանդիսավոր շքերթով կապանում ազդարարվեց Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձի տոնական միջոցառումների մեկնարկը, ծառայության մեջ գտնվող ու Հայաստանի սահմանները պաշտպանող զինծառայողները անգամ տոնական օրը չեն անտեսում իրենց պարտականությունները, չէ որ անկախությունը մեզ հեշտ չտրվեց։ Ձեռք է բերվել շատ մարտիկների արյան գնով եւ պետք է յուրաքանչյուր հայ գիտակցի այդ ամենը։
Հզոր բանակը մեր անկախության նվաճումներից է Գարեգին Ըժդեի հրապարակում երկրորդ հետախուզական դաշտի զինծառայողները ցուցադրական ելույթներով ապացուցեցին դա։ Նույնիսկ անձրևոտ եղանակը չազդեց մարզկենտրոնում տիրող տոնական տրամադրության վրա։ Վաղ առավոտվանից մեծ ու փոքր շտապել էին քաղաքի կենտրոնական հրապարակ։ Արդեն անկախ Հայաստանում ծնված փոքրիկները գիտեն օրվա խորհուրդը։ Այսօր անկախության տոնն է, բոլորին մաղթում եմ երջանկություն։ Այսօր անկախության տոնն է, բոլորին ցանկանում եմ առողջություն, երջանկություն, թող մեր Հայաստանը միշտ հաղթի։ 1991 թվականից առ այսօր սեպտեմբերի 21-ին ծնված մի խումբ պատանիներ ու աղջիկներ միասին տոնեցին իրենց ծննդյան օրը։ 20 տարի առաջ հանրաքվեի օրն է ծնվել Բորիկ Թումանյանը։ Հպարտ եմ, որ հայ եմ, որ ծնվել եմ նման օր, սեպտեմբերի 21-ին անկախության օրը։ Ես այսօր առաջին անգամ իմ ծննդյան օրը նշել եմ նման շրջապատում։ Անցած 20 տարիներին մարզի տարբեր բնակավարներում իրենց ներդրումը ունեցած սյունեցիները այսօր Հանրապետության նախագահի անունից մեդալներ ստացան, իսկ երեկոյան անկախ Լեռնահայաստանի երկնակամարը լուսավորեցին հրավառության լույսերը։ Նելի Միրզախանյան, Արա Հովհաննիսյան, Առաջին լրատվական։ Ովքեր առաջինը ճանաչեցին նոր անկախ հանրապետությունն ու վստահեցին նորաստեղծ պետությանը։ Պարզվում է մեզ անկախ են ճանաչել նույնիսկ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումից 20 օր առաջ։ Իրավաբանորեն սա իհարկե ընկալելի չէ, բայց ճանաչող պետության դիվանագետը բառացիորեն ասում է. Մենք Հայաստանի անկախությունը ճանաչել ենք հայ ժողովրդին ոգեշնչելու համար եւ վստահությամբ, որ ի վերջո խորհրդային միության բոլոր պետություններն անկախ են լինելու։ Նոր անկախ Հայաստանի պատմության այս ուշագրավ դրվագը բացահայտում է Հայկ Հովհաննիսյանը։ Տարիների հեռվից շատերն են փորձում վերականգնել 20 տարվա վաղեմության դեպքերի ճշգրիտ քրոնիկոնը, հասկանալ թավագլոր զարգացող իրադարձությունների տրամաբանությունը, ինչու եւ ինչպես էր փլուզվում գերտերություն համարվող խորհրդային կայսրությունը։ Այդ ճակատագրական ամիսները շատերի համար դրամատիկ հետևանքներ ունեցան, ուրիշների համար էր իղձերի իրականացման երջանիկ հնարավորություն։ Հայտնի ԳԿՉՊ-ի մասնակիցների համար հետևանքները ողբերգական էին, իսկ ահա անկախության երազը փայփայող ժողովուրդների համար անկախության շանս։ Հայաստան իր անկախությունը խորհրդային տերությունից նշանավորեց սեպտեմբերի 21-ին, սակայն պարզվում է, որ մեր երկրին այդ կապակցությամբ շնորհավորական առաջին ուղերձը եղել է շատ ավելի վաղ։ Կարող է տարօրինակ հնչել, բայց այո, մեր պետությունը Հայաստանի անկախության առիթով շնորհավորել է դեռևս 1991 թվականի օգոստոսի 14-ին։ Այն ժամանակ ես դեռ նոր էի եկել աշխատելու արտաքին գործերի նախարարություն։ Մենք նույնիսկ չէինք էլ մտածում, որ առաջինն ենք։ Երևի շատ էինք շտապել շնորհավորել, իսկ եթե ավելի լուրջ, ապա հայ ժողովրդի անկախության ձգտումը մերինից նվազ չէր։ Ստացվեց այնպես, որ մենք անկախություն հռչակեցինք ավելի շուտ, սակայն գիտակցելով, որ թերևս մյուս պետություններն էլ խորհրդային միության կազմում ձգտում էին դրան եւ ի վերջո կհասնեն անկախության, շնորհավորական ուղերձ հղեցինք Հայաստան անկախության առիթով։ Լիտվան մեր երկրում ներկայացուցչություն է բացել միայն 2008-ին, սակայն այդ երկրի դիվանագետները պատմական փաստ են համարում, որ Հայաստանի անկախությունն առաջինը իրենց երկիրն է ճանաչել։ Կարծում եմ այն, որ մենք ենք առաջինը ճանաչել Հայաստանի անկախությունը, բավական հաճելի փաստ է մեր երկրի համար, եւ մենք դրանով հպարտանում ենք։ Իսկ թե որն էր առաջին պետությունը, որը ներկայացրեց իր դիվանագետին Հայաստանում, այնքան էլ միանշանակ չէ։ 4 պետություն է համարում, որ առաջինը իրենց երկիրն է ներկայացուցչություն բացել Հայաստանում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրան, Ֆրանսիա, Չինաստան։ Այս երկրները Երևանում դեսպանատներ են բացել գրեթե միաժամանակ։ Et nous avons très rapidement ouvert notre ambassade. Մեծ հպարտություն է, քանի որ իսկապես առաջին երկրներից մեկն ենք, որ ճանաչեցինք Հայաստանի անկախությունը։ Հաշվի առնելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև եղած մեր պատմական կապերը, մեր պարտքն էր արագ ճանաչել Հայաստանի անկախությունը։ Ճանաչմանը բավական արագ հաջորդեց Երևանում դիվանագիտական ներկայացուցչության բացումը։ Ֆրանսիան ամեն դեպքում երկրորդ երկիրն էր, որը ճանաչելուց հետո չհապաղեց այստեղ բացել իր ներկայացուցչությունը։ Իդեպ ՄԱԿ-ի անդամ մի շարք պետություններ դեռևս չեն ճանաչել մեր հանրապետության անկախությունը, իսկ ճանաչածներն էլ դա արել են անկախության հռչակումից հետո 1 տարվա ընթացքում։ Ի վերջո այնքան էլ նշանակություն չունի, թե քանի երկիր եւ երբ է ճանաչում քո անկախությունը։ Կարևորն այն է, որ տրվյալ երկրի ժողովուրդն իրեն զգա ազատ ու անկախ պետություն։ Հայկ Հովհաննիսյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։ Տոնական առավոտը բացվելուն պես Գյումրի 37 դպրոցի սաներն արդեն քանի տարի քայլարշավով մեկնում են Մարմաշեն գյուղի բանական համալիր, այնուհետև իրենց ձեռքով պատրաստած դրոշներով հարգանքի տուրք մատուցում Վահրամանբերդի Պահլավոնի իշխանին։
Մինչ երեկոյան Գյումրիի կենտրոնական հրապարակում կմեկնարկեր տոնական համերգը Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում անցած ճանապարհի արժևորմամբ, տոնի կապակցությամբ հանրապետության նախագահի հրամանագրով, մեդալներով ու շնորհակալագրերով պարգևատրվեցին տարբեր բնակավարներում իրենց ավանդն ունեցող շիրակցիներ։ Գյումրիի փողոցներում դրոշներ կազմում էին նաև երիտասարդներն իրենց հագուստներով, իսկ ամենահետաքրքիր ակորդը դեռևս սպիտակ ուխտի դրոշն էր առ հայրենիք։ Գյումրեցի երիտասարդներից յուրաքանչյուրն իր ձեռքով հարստացնելով դրոշի գույները իր երդումներ տալիս հայրենիքին, նվիրվել, պահպանել ու հզորացնել։ Եռագույնով ամենայն վճռականությամբ խոստանում եմ, մինչև արյանս վերջին կաթիլը ծառայել քեզ, իմ Հայաստան։ Աննա Մարտիկյան, Տարոն Բալոյան, Առաջին լրատվական։ Նրանք ծառայում են հայրենիքին Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու, նրանք ծառայում են Հայաստանին իրենց հայրենիք Ամերիկայում։ Անկախության 20-րդ տարեդարձի Լոս Անջելեսյան հանդիսության հերոսների հետ զրուցել է Արևմտյան ափի մեր թղթակիցը Լիլիթ Սետրակյանը։ 20-ի երեկոյան, երբ Երևանում արդեն բացվել էր հոբելյանական առավոտը, ամերիկահայերը հետևելով առաջին ալիքի ուղիղ եթերում հեռարձակվող զորահանդեսին, Հայաստանի 20-ամյա տարեդարձը սկսեցին տոնել հայրենիքի հետ միասին։ Մի բաժակ գինով շնորհավորեցին տոնը, հիշեցին անցած տարիներն ու ամեն մեկն իր բաժին ներդրումը ձեռք բերվածի մեջ։ Ուզում եմ, որ բոլորն էլ իրանց հայոց գան, բոլոր ամանավանդ մեր երիտասարդները ելնեն քաջ, խիզախ, ոնց որ մենք ենք այսօր, մեր պարկը տվե հայրենիքի համար այրանգենով։ Ու չեմ ցանկանալ լինի նույնը, բայց եթե հաստատ չանի, եթե լինի էլ բոլորս մի մարդու նման պատրաստ ենք։ Մեր ազգը, մեր հայրենիքը, մեր ժողովրդին պաշտպանելու համար։ Այսօր մեծ ուրախության տոնն է ամբողջ հայ ազգի, հայության, նաև սպիրկում բարձր շագատով նշելու եւ հպարտանալու։ 20 տարին կարճ շրջան է պետության բազմամղոն ճանապարհի համար, ասում են ամերիկահայ գործիչները, բայց 2 տասնամյակի ընթացքում հաջողվել է կանգնեցնել հենասյուները, որոնց վրա ամուր կանգնած է Հայաստանի երիտասարդ պետությունը։ Ունենք չունենք մայր հայրենիք, ունենք ուրիշ տեղ չունենք, մեր երկիրը Հայաստանն է, ինչքան որ ալսպիր կունենանք, երկիրը պիտի մնա եւ երկիրն է, որ պիտի բայ հայությունը։ Ես հբարդ եմ, որ հայ եմ եւ հբարդ եմ, որ իմին ասկս այսօր 20-րդ անկախության օրը գտնե։ Շնորհիվ մեր ածուրբ հերոս վեհ զինվորներուն եւ անոնց հրամանատարներուն։ Լոս Անջելեսում ավելի վաղ տեղի ունեցած տոնական միջոցառումներին մասնակցեց Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը։ Այստեղ արդեն ոչ մի կարևոր տոն չի նշվում առանց համայնքի, Հայաստանի ու Արցախի մեծ բարեկամի։ Մի քանի անգամ առիթ եմ ունեցել այցելել Հայաստան, եղել եմ նաև Արցախում, ծանոթացել ժողովրդի հետ, տեսել եմ նրանց ոգին, անկախությունը, քաջությունն ու նվիրումը, նույնիսկ շատ դժվար վիճակում շրջափակման մեջ, անտագոնիստ հարևաններով շրջապատված, բացառիկ ժողովուրդ եւ բացառիկ երկիր։ Ադամ Շիֆը հայտնեց, որ առաջիկայում եւս կշարունակի հայանպաստ գործունեությունը իշահ Հայաստանի եւ Արցախի խաղաղ զարգացման։ Լիլիթ Սետրակյան, Անիկ Գյուլեզյան, Առաջին լրատվական, Միացյալ Նահանգներ։ Տոնական առավոտը Տավուշի մարզում բացվեց գործող եկեղեցիներում հանրապետական մաղթանքով։ Մարզկենտրոնում տոնական միջոցառումները մեկնարկեցին մի խորհրդանշական վայրից, Ազատամարտիկների հրապարակից։ Քաղաքի տոնականորեն զարդարված մեկ այլ հրապարակում իջևանցիները եւ մարզի տարբեր տարածքներից եկած բնակիչները ականատես եղան սահմանամերձ զորամասերի զինվորների մարտական պատրաստության հմտությունների ցուցադրությանը։ Վերգինե Սաֆարյանի համար կրկնակի տոն է, սեպտեմբերի 21-ը նաեւ իր ծննդյան օրն է։ Իրենց համարում է հաղթանակի սերունդ։ Բոլորը եւ ծնունդս են շնորհավորում եւ անկախության կապակցությամբ, ինչը շատ հաճելի է։ Տոնը շարունակվեց Իջևանի մշակույթի տանը։ Հանրապետության նախագահի հրամանագրով մեդալների, շնորհակալագրերի արժանացած մարզի տարբեր ոլորտներում աչքի ընկած աշխատողներին եւ մասնագետներին ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանձնեց պարգևները, վարչապետի շնորհակալագրերը նույնպես։ Գայանե Թամամյան, Մարտիկ Ճաղարյան, Առաջին լրատվական։ Հայաստանի առաջին անկախ հանրապետության զինվորական հրամանատար գեներալ Սեպուհի Սեպուհ Ծորն այսօր Պապի երազանքների հայրենիքում է նշում Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանը։ Գեներալ Սեպուհի ժառանգներն ապրում են Միացյալ Նահանգներում։ Դուստրը հիշում է իրենց ընտանիքում հայկական եռագույնը սրբություն էր, անկախ Հայաստանը մեծ երազանք։ Իրականություն դարձած 20-ամյա երազանքի տոնը Միացյալ Նահանգների արևելյան ափից մեր մշտական թղթակից Հայկ Արամ Նահապետյանն է փոխանցում։
Ռոքսան Ներսեսյան Փոլիտանը կրականանի վերևում է իր պապի գեներալ Սեպուհի նկարը։ Հայաստանի առաջին անկախ հանրապետության զինվորական հրամանատարներից մեկը նախորդ դարի 20-ականներին հաստատվեց Միացյալ Նահանգներում եւ ողջ կյանքն աշխատեց ամերիկահայ համայնքի հզորացման համար անկախ Հայաստանի հույսը սրտում։ And we always dreamed of a free and independent Armenia. Մենք մշտապես ապրում էինք ազատ եւ անկախ Հայաստանի երազով, մեր եկեղեցիներում եւ տներում պահում էինք եռագույնը, հավատով, որ Հայաստանը կրկին անկախ է լինելու մի օր, ինչ ուրախություն է տոնել մեր անկախ պետականության 20-ամյակը, իմ պապն այսօր երջանիկ կլիներ։ Ողջ Միացյալ Նահանգներում հայությունը տոնախմբում է մեծ իրադարձությունը, համերգներ Ռոդ Այլենդում, Մասաչուսեթսում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Կալիֆոռնիայում, մայրաքաղաքում դեսպանատունը կազմակերպել էր Բոստոնի Սայաթնովա համույթի համերգը, երաշտական մասից առաջ հայ հոգևոր հովիվը եւ Հայաստանի դեսպանը պարգևներ հանձնեցին Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցու Ներսես Շնորհալի դպրոցի շնորհալի մանուկներին։ 20 տարի առաջ Հայաստանի քաղաքացիները քվեարկեցին անկախության օգտին։ Անկախությունը նոր որակ հաղորդեց հայրենիքի եւ Սփյուռքի հարաբերություններին, վերաարժեվորվեց հայ ազգային դիմագիծը, աշխարհասփյուռ հայերին մղելով նոր ծրագրերով սատարելու Հայաստանի եւ Արցախի հզորացմանը։ Հայաստանի անկախության տոնն են շնորհավորում նաև ամերիկյան քաղաքական համակարգում հայ համայնքի եւ մեր պետության բարեկամները։ Իհարկե կցանկանայի շնորհավորել Հայաստանին անկախության տոնի առիթով։ Ձեզ ուրախ տոնակատարություն եմ մաղթում, Հայաստանի նախագահին կհանդիպեմ մի քանի օր անց Նյու Յորքում եւ անձամբ կշնորհավորեմ անկախության 20-ամյակի առիթով։ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը տոնում են իրենց ծննդյան օրը, այսօր հպարտ եմ ասելու, որ հայ եմ, իմ հայուհի մայրը, որն ապրելով 93 տարի մինչև վերջին ամիսները դեռ աշխատանքի մեջ էր, ուժի եւ ներշնչանքի աղբյուր դարձավ ինձ համար։ Այսօր նշում ենք Հայաստանի անկախության 20-ամյակը, բարեմաղթանքներս Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին, Միացյալ Նահանգները մշտապես կլինի Հայաստանի կողքին։ Ամերիկահայ Ռոքսան Ներսեսյանի որդին, որ կրում է Զորական Պապի անունը, սեպտեմբերի 21-ի անկախության օրը Երևանում է դիտում ռազմական զորահանդեսը, արյան կանչով մեկնել է Զորավար Պապի եւ Պապերի երկիրը, Վաշինգտոնում որդու կարոտն առայժմ լուսանկարներով սփոփող մայրը կատակում է, գուցե սեպուհ կրտսերն էլ վերջի վերջո 21-րդ դարի անկախ Հայաստանի զինվորականը դառնա։ Հայկարմ Նահապետյան, Առաջին լրատվական, Վաշինգտոն։ Հայոց բանակի շարքերը համալրող տիգրանականների երթման օրը պատահական չէր ընտրված։ Հայաստանի անկախության հասակակից Արմավիրի ռազմական վարժարանի նորելուկ զինվորները, որոնք արդեն գիտեն հայրենիքի անվտանգությունն ու պաշտպանությունը գերական նպատակ է, հանդիսավոր երթվեցին անմնացորդ նվիրվել հայրենապահպան սուրբ գործին։ Ես շնորհակալ եմ իմ ծնողներից, որ ինձ հայ են ծնել, բայց ուզում եմ ներողություն խնդրելով ասել. մի նեղացեք, որ ես այլևս ձերը չեմ, ես վճռել եմ, որ իմ տունը հայոց բանակն է։ Ապագա սպաների ցուցադրական մրցելույթները, շարային բարդշոուն, ձեռնամարտի համալիր ցուցադրություններն ու բանակին ինքնակամ զինվորագրվելու տղաների հաստատ որոշումը մի բան էին հուշում։ Նրանք պատրաստ են անձնվեր ծառայության։ Ժառանգած արժեքներից ամենաթանկի ու մեծագույնի կարևորությունը գիտակցել սկսող մատաղ սերունդն էլ, որ վավերագրություններից է տեղեկացել մաքարումների գնով ձեռք բերած անկախության արժեքը, վճռական է ստանձնել դրա պահպանման կրողի դերը։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, Առաջին լրատվական։ Անկախությունն ինքնանպատակ չէ, այն մեծ պատասխանատվություն է։ Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականը հնչել է ռուսական Վեստի հեռուստաընկերության հետ հարցազրույցում։ Հիմա ժամանակն է, երբ մենք պետք է ամրապնդենք մեր պետականությունը, բարելավենք մեր երկրի սոցիալ-տնտեսական ցուցանիշները ու ժողովրդի կենսամակարդակը։ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները մեր անկախության հաջորդ 20 տարիներին իր սոցիալ-տնտեսական ցուցանիշներով դուրս գալու զարգացման միջին եվրոպական մակարդակ։ Դրա համար պետք է ամրապնդենք բարեփոխումներն ու օրենքի իշխանությունը, զարգացնենք տնտեսությունը, հատկապես այն ճյուղերը, որոնք արտահանման մեծ պոտենցիալ ունեն։ Ռուսական լրատվամիջոցը հետաքրքրվել է նաև Հայաստանի առաջնորդի գնահատականներով, որոնք վերաբերում են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններին, դրա քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բաղադրիչներին, ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, մեր երկրում ռուսաց լեզվի դասավանդմանը։
Անդրադառնալով արդեն Արցախյան հիմնախնդրին, բանակցային գործընթացին նախագահ Սարգսյանը մեծ գնահատանքով է խոսել միջնորդական ջանքերի մասին, որ գործադրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ վերջին տարիներին նաև անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Կազանյան վերջին հանդիպումը Սերժ Սարգսյանը գնահատել է որպես լակմուսի թուղթ, որն ի ցույց դրեց հակամարտության կարգավորման կողմերի իրական ցանկությունը։ Ադրբեջանը հետքայլ կատարեց Կազանում, ասել է Սերժ Սարգսյանը։ Վերահաստատելով մեր երկրի հավատարմությունը հակամարտության խաղաղ ու փոխզիջումների հիման վրա կարգավորմանը, նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ խնդրի խաղաղ հանգուցալուծումը կբերի տարածաշրջանի զարգացմանն ու բարգավաճմանը։ Մինչդեռ ռազմական ճանապարհով կարգավորման փորձերը բացասական ազդեցություն կունենան ամբողջ տարածաշրջանի վրա։ Վկայակոչելով Արցախի անկախության հոբելյանը եւ բացառելով Արցախի վերադարձը Ադրբեջանի կաս, Հայաստանի առաջնորդն ասել է, որ անկախության ծերունդը նույնիսկ չի էլ հասկանում, լավ չի պատկերացնում, թե ինչի շուրջ ենք այսօր մենք բանակցում։ Ամիսներ առաջ միջազգային հանրությունը ճանաչեց Հարավային Սուդանի անկախությունը։ Վստահ եմ, որ վաղ թե ուշ նույնը լինելու է նաև Արցախի դեպքում, համոզմունք է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանը։ В этом году Южный Судан приобрел независимость. Այս տարի Հարավային Սուդանը հռչակեց իր անկախությունը, դրանով իսկ հարստացնելով միջազգային փորձը ազգային ինքնորոշման իրավունքի ասպարեզում։ Ես պարզապես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով մենք նույն արդյունքը կունենանք։ Այլ լուծում հնարավոր չէ։ Անհնար է ուժով ստիպել ժողովրդին ապրել Ադրբեջանի կազմում։ Անհնար է ոչ միայն այն պատճառով, որ ղարաբաղցիները չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում, այլև որ նրանք ունեն այդ իրավունքը եւ այն իրացրել են դեռ 1991 թվականին, ամբողջովին պահպանելով խորհրդային միության օրենսդրության եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերը, եւ համանախագահները եւ միջնորդները կիսում են մեր տեսակետը։ Եվ անկախության ականատեսի մենախոսությունը Հայ թատրոնի ու կինոյի նահապետը ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն է վերհիշում անկախ Հայաստանի 20-ամյա պատմության ուրախություններն ու տագնապները Նունե Ալեքսանյանի միկրոֆոնի առջև։ Ես շնորհավորում եմ ամբողջ հայությանը մեր 20-ամյա անկախության համար։ Բնության մեջ ամեն ինչ ձգտում է ազատության, մենք ազատ ենք։ Եվ հիմա ամեն մի մեր թերություն ուղղակի խարան է մեր ճակատի վրա։ Հայրենիքը ինձ համար ամեն տեսակի հայրենիք է։ Տգեղ լինի, գեղեցիկ լինի, ցուրտ լինի, տաք լինի, ինձ համար հայրենիք է, բայց ինձ նման մարդիկ կներեք անհամեստությանս քիչ է։ Մարդ կա, եթե սոված է, ինչ հայրենիք, ինչ բան։ Այդ մարդը այդպես է երջանիկ, կուշտ ժամանակ է երջանիկ։ Եթե մի քիչ կուշտ չի, ուրեմն դժբախտ է, ուրեմն ինչ հայրենիք, ուրեմն ինչ Հայաստան, ինչ Արցախի հաղթանակ։ Ամենամեծ պահը ինձ համար Շուշիի ազատագրումն էր։ Ես հույս չունեի, ես եղել եմ շատ անգամ, ես մտածում էի դա անհնարին, անառիկ բերդ է, ինչպես կարող ենք։ Բայց տեսեք մեր կոմանդոսի, ղեկավարությամբ ուղղակի դա մի սխրանք էր, որ որևէ ժողովուրդ չէր կարող անել։ Դա ինչ տղաներ էին, դա ոնց կարողացան անել, ինձ համար միշտ հիմա պարզ չի։ Դա զարմանալի, աստվածային սխրանք էր, երեսություն էր, որ պիտի ոսկյա տարերով գրես, որովհետև Շուշին վերցնել հնարավոր չէր։ Ես ուզում եմ անիծել, ասենք թե այն մարդու պիղծ շուրթերը, որ առաջինը արտասանեց հայաստանցի ղարաբաղցի բառերը, որովհետև դա հանակ բան չի, Արցախը վերադարձնելը մեզ վրա շատ թանկ նստեց, գրեթե 7000 մեր երեխաների, մատղաշ երեխաների արյան գնով, այդ խոսքերը չէր կարելի արտասանել, առանց Արցախի մենք չկանք, ես պետք է հասկանանք, Արցախը առանց մեզ չկա, ես էլ պետք է հասկանամ, և չի կարելի այդքան տգետ լինել ներողություն, ազգը բաժան անել։ Մեր նպատակը մեր պետությունը կառուցելն է։ Մեր պետությունը ես նկատի ունեմ եւ մեր պետությունը եւ մեր փառքասով գոյություն ունեցող մեր սուրբ Արցախը։ Արցախ, որը մենք պետք է գուրգուրենք ամեն րոպե, պետք է հիշենք, որ դա աներևակայելի հաղթանակ է։ Ես մի քիչ ուրիշ տեսակել եմ մտածում էլ երբեմն, որ փողոցը անցնում են ոչ նշված տեղից, ոչ անցումից։ Ես բարկանում եմ, հետո ասում եմ, այ Սուրճան, այս մարդիկ իրենց երկրում են, ոնց ուզում են թող իրենց փողոցը անցնեն, էլի, բա ուրիշ որ երկրում ես կան ազատ կան իրենց։ Ես սխալ եմ,
պետք է կարգ պահել, կարգ կանոնը շատ կարևոր է։ Մենք եկել ենք այն պահը, երբ որ պետք է խստագույնս սկսենք բանացնել օրենքները։ Բոլորի նկատմամբ 20-ամյակից հետո այլևս որևէ հարցում պիտի կոմպրոմիսի չգնա։ Ամեն մարդ պետք է իմանա իրեն իրավունքը եւ կռիվանի այդ իրավունքի համար, ամեն մարդ պետք է իմանա իր պարտականությունը պետության նկատմամբ եւ պետք է իր պարտականությունը կատարի անպատճառ, վերջապես ոնց անենք, բանակ չունենանք, ոստիկանություն չունենանք, ոստիկանությունը սուրբ բան է, գիտեք, մենք մեր ոստիկանի նկատմամբ ունենք այդ հարգանքը։ Ես չգիտեմ, այդ ինչից է, ինչպես է, չի կարող, դա պետական մարդ է, դա օրենքը պաշտպանող մարդ է։ Մատենադարանի շենքի բացմանն էի եւ ասեցի, ես ինչ պարգև է, ես ինչ աստվածային բան է։ Կարծես թե ինձ թվաց, եթե ես չեմ սխալվում, առաջին մշակույթի շենքն է, որ կառուցվում է այսքան ռեստորաններ, կազինոներ եւ այլը կառուցվել է կողքին։ Ես ինչու եմ այս խոսքս Թումանյանի ասած ուր է տանում խոսքս քաչ Որսկանի Գյուլի պես։ Դեպի համազգային թատրոնն էլ 20 տարեկան է, շենք չունի։ Ես բոլոր նախագահներին, բոլոր քաղաքապետերին դիմել եմ, գլխավոր ճարտարապետին, Հայաստանում թատերական շենք ոչ մի անգամ չի կառուցվել։ Եկեք մի հատ կառուցենք։ Ամեն մի ազգ հպարտ է իր մշակույթով։ Մանտաշյանցը կարիք է ունեցել շփվելու Թումանյանի հետ։ Միշտ գնացել է Թումանյանի տուն։ Այդ վերնախավին հավաքներին ներկա է եղել։ Մտել բարեկամացել է, հասկացել է, որ ուժը սրանք է, մշակույթն է, գրականությունն է, ազգի հասցեն, ազգի մակարդակը։ Անկախության 20-ամյակի առթիվ տոնական տեսք են հագել նաև Գեղարքունիքի մարզ կենտրոն գավառ քաղաքը, մարզի մնացած քաղաքներն ու գյուղական խոշոր համայնքները։ Վաղ առավոտվանից մարդաշատ են հրապարակներն ու փողոցները, տոնական եռուզեռի մեջ են համայնքապետարանները, կրթական և մշակութային հաստատությունները, բնակելի շենքերի բակերը։ Տոնական միջոցառումները մարզում սկսվել և ընթանում են երթերով, համերգային ծրագրերով, հանդիսավոր նիստերով, մարզական խաղերով և ցուցահանդեսներով։ Գավառում անկախության քայլարշավին մասնակցում են դպրոցականներ, ուսանողներ, ովքեր քաղաքի կենտրոնական հրապարակում պարային խմբերի հետ տոնական շուրջպար են բռնել։ Հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանրապետության նախագահի և վարչապետի կողմից սահմանած կառավարական պարգևներն հանձնեց մարզի տարբեր ոլորտներում աչքին տաս 19 պետական աշխատողների, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների և Արցախյան ազատամարտի մասնակիցների։ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը անկախության տոնի առթիվ դրամական պարգևներ հատկացրեց Արցախյան ազատամարտում զոհված 15 ազատամարտիկների ընտանիքի և շնորհակալագրեր հանձնեց մարզի կենսագործնեության տարբեր ոլորտներում աչքի ընկած 55 աշխատողների։ Տոնակատարության ողջ ընթացքն ուղեկցվում էր քաղաքի համույթների, Հայաստանի էստրադայի աստղերի, անհատ կատարողների մասնակցությամբ։ Ասմիկ Շահբազյան, Ֆելիքս Ղազարյան, Առաջին լրատվական։ Հոբելյանական օրը սկսվեց ռազմական աննախադեպ զորահանդեսով, որն ի ցույց դրեց անկախության տարեկից հայոց բանակի ողջ զորությունը։ Առավոտից մինչև այս պահը մայրաքաղաքում ու մարզերում տոնական բազմաթիվ ու բազմազան միջոցառումներ են, և տոնի գագաթնակետը կլինի րոպեներ անց Հանրապետության հրապարակում մեկնարկող հոբելյանական համերգը։ Դասական երաժշտությունն ու նորագույն լուսային տեխնիկան, պարող շատրվաններն ու լազերային շոուն կստեղծեն անկախ Հայաստանի պատմության ամենագունեղ տեսարաններից մեկը, ինչպես պարզել է անկախության տարեկից Տիգրան Դանիելյանը։ Հերոսական բալադի առաջին ակորդներն ազդարարում են Հանրապետության անկախության հոբելյանին ձոնված համերգի մեկնարկը։ 1 ժամ 20 րոպե տևողությամբ համերգին հնչելու է միայն դասական երաժշտություն։ Անվանի կոմպոզիտորների մեծարժեք ստեղծագործությունների հնչյունների ներքո կներկայացվի հայոց պատմությունը։ Աննախադեպ ջրային էկրաններն ու եռաչափ անիմացիան շոուն կդարձնեն անմոռանալի։ Մենք սկսում ենք երկիր մոլորակի
կայացումից, մեծ պայթյունից, նահապետից ու հայկից, մինչև մեր օրերը, մինչև մեր անկախությունը, ընդհանրապես մեր պատմության մեջ ինչպես նվաճումներն ու հաղթանակները, այնպես էլ ինչու՞ չէ կորուստները, եւ մենք ուզել ենք գտնվել անկեղծ թվելով բոլոր այն երևույթները, որոնք ունեցել ենք մեր պատմության մեջ, որովհետև դա մեր բոլորի սեփականությունն է եւ ինչու՞ չէ կան բաներ, որից անհրաժեշտ է շարունակել դասեր քաղելու։ Հանրապետության հրապարակում տեղադրված լույսերը հնարավոր կլինի նկատել անգամ երկնքից։ Դրանք լուսարձակում են մինչև 8 կիլոմետր։ Լազերային շոուն եւ եռաչափ անիմացիան ազգային պատկերասրահի, կառավարության եւ արտաքին գործերի նախարարության շենքերը էկրանների են վերածել։ Մասնակցություն կարող է ունենալ ցանկացած մարդ, ցանկացած հայ մարդ, սա բոլորի տոնն է, հրապարակը ինչպես հայտնի է բավական մեծ ու ծավալուն է, ես կարծում եմ, որ բոլորս կարող ենք տեղավորվել, այնպես որ համեցեք, վստահ եմ, որ բավարարված են լինելու եւ գոհունակ գնալու են, նաեւ հպարտությամբ Զորահանդեսի նկարահանումներն ու համերգային ծրագրի իրականացմանը մասնակցում են նաև ֆրանսիական կազմակերպությունները։ Լազերային շոուն ու հայոց պատմության ամենաուշագրավ դրվագները եռաչափ անիմացիայով ներկայացնելը բարդ է, բայց լուծելի խնդիր է, եթե խոսքը վերաբերում է անկախության տոնին։ Հպարտ են, որ մի ամբողջ ժողովրդի պատմության տոնը կազմակերպելը մեծ է, վստահվել ամեն ինչ արդեն պատրաստ է եւ վերջին շտկումներն են կանում, ու բոլոր հայերը կարծում եմ կհետևեն այս համերգին։ Հերոսական աշխատանք են կարել հերոսական բալլադի համար։ Անկախ Հայաստանի Հանրապետությունը եւ ես 20 տարեկան ենք։ Անկախության սերնդի եւ նորանկախ Հայաստանի պատմության ամենաշքեղ համերգը մի քանի րոպեից Հանրապետության հրապարակում։ Հայաստանը մենք ենք։ Տիգրան Դանիելյան, Արման Ղարիբյան, Արմեն Անդրեասյան, Առաջին լրատվական։ Եվ այսպես մեր հանրապետությունն այսօր դարձավ 20 տարեկան, նորանկախ Հայաստանի 2 տասնամյակների ամենագլխավոր ձեռքբերումներից մեկի, հայկական բանակի տոնական զորահանդեսի ամենախրոխտ ու հպարտություն ներշնչող դրվագները առանց մեկնաբանության։ Հայոց բանակին։ Ոնթուր կրկին սուր սարի դրոհայինների խումն է, ատվելով անհոցը պատմության երագույնը։ Սուրը և ու իմանան բոլորը, մեր անունն է հայկական բանակ։ Հայ հազարամյա մեր պատմության կնիկը, մենք արեշ կրում ենք դարեդար, թող որ միշտ խաղաղ լինեն հայոց երկինքը, անգամ կտալ մեր կյանքը, մեր հայրենիքի փառքի համար։ Մեր սրտերը միշտ ամուր են, ուր են, մեր քրերը միշտ ամուր են, սուր են, և թող իմանան բոլորը, մեր անունն է հայկական բանակ։ Մեր սրտերը միշտ ամուր են, ուր են, մեր քրերը միշտ ամուր են, սուր են, և թող իմանան բոլորը, մեր անունն է հայկական բանակ, և մեր անունն է հայկական բանակ։ Տոնը շարունակվում է մի քանի րոպեից, հանրապետության հրապարակը կվերափոխվի ջրի, կրակի, լույսի եւ եռաչափ տեխնիկայի միաձուլմամբ կպատմի հազարամյակների հայկական քաղաքակրթության եւ 20 տարեկան Հայաստանի Հանրապետության պատմությունը։ Եվ այս ամենը 21:30-ից կլինի նաեւ առաջին ալիքի ուղիղ եթերում։
Եվ վերջում նորից շնորհավորում եմ բոլորիս անկախության 20-րդ տարեդարձի առիթով, մաղթում, որ բոլորս Հայաստանի ապագային հավատանք այնպես, ինչպես 20 տարի առաջ այսօրը։ Ես եւս միանում եմ բարեմաղթանքին ու նաև ասում, որ տոնական երեկոն դեռ շարունակվում է նաև առաջինի եթերում։ Ցտեսություն։